Ինչու են պատմության ընթացքում բազմաթիվ ապստամբություններ խեղդվել արյան մեջ և որն է անխուսափելի հաղթանակի գաղտնիքը։ Դեռևս 18-րդ դարում հայ մեծ մտածող Մովսես Բաղրամյանը բացահայտեց ազգային ազատագրական պայքարի անսխալ բանաձևը։ Պատմական աղբյուրները վկայում են, որ Բաղրամյանը մերժեց անմիտ զոհաբերությունը, առաջադրելով ռազմավարական նոր հայեցակարգ։ Պետք է խելամտորեն սպասել և որսալ ապստամբության ճիշտ պահը։ Նա կոչ էր անում երիտասարդներին թոթափել ծուլության թմրությունը, զգաստանալ, կազմ ու պատրաստ զինավարժվել։ Ըստ նրա, պայքարի դրոշը կարելի է բարձրացնել միայն 3 օբյեկտիվ պայմանների առկայությամբ։ Նախ, տիրապետող հզոր պետության համար պետք է ստեղծվի աննպաստ ճգնաժամային իրավիճակ։ Երկրորդ, տնտեսական աղետների և պատերազմների հետևանքով պետք է ծայրահեղ սրվեն ճնշված և տիրապետող ազգերի միջև հակամարտությունները, արթնացնելով զանգվածների բարձր ակտիվությունը։ Եվ երրորդ, անհրաժեշտ է նպաստավոր միջազգային իրավիճակ։ Որպես պատմական օրինակներ, հիշենք, որ և հռոմեական և օսմանյան կայսրությունների դեմ ապստամբությունները հաջողել են միայն նրանց ներքին ճեղքումների ժամանակ, ապացուցելով այս էվոլյուցիոն օրինաչափությունը։ Սակայն սա դեռ ամենը չէ, որքան էլ արտաքին պայմանները կատարյալ լինեն, պայքարը կձախողվի առանց սուբյեկտիվ գործոնի, լայն զանգվածներին առաջնորդող ազգային մտավորականության և քաղաքական էլիտայի։ Իսկ հիմնական շարժիչ ուժը հայ կորովամիտ երիտասարդությունն է, որը վճռորոշ պահին վերածվում է անկասելի հասարակական քաղաքական ուժի։ Ազատությունը ոչ թե տրվում է, այլ նվաճվում է գիտակցված ռազմավարությամբ։ Անպայման տարածեք այս տեսանյութը և պահպանեք այն, որպեսզի միշտ հիշեք հաղթանակի իրական բանաձևը։